Պարոն Քոչյանից նեղանում եք, որ վախում ես կարմիր միկրոֆոններից։ Մերը կարմիր չի։ Դուք այսինքն պարոն Քոչարյանի այդ վարքը Որ վարք։ դատապարտելի չեք։ Որ վարք։ Ասում միկրոֆոնների հետ կապված, որ մշտապես ասում է դրա մասին եմ խոսում։ Ընդհանրապես պարվածքը վերջին դատապարտել եք թե Ինչ պավը, անկեղծ տեղյակ չեմ ինչ ասում։ Ում։ Չեմ անկեղծ տեղյակ չեմ, ժողովուրդ ջան, գիտեք Երևանում չեմ քաղաքական պուլսից ընդհանրապես մեծ հաշվով շատ տեղյակ չեմ։ Ոնց է ստացվում, պարոն Ալեքսանյան, որ նախընտրական քարոզարշավի ավարտին ընդդիմադիր թեկնածուներին խուզարկում են, հարազատներին ձերբակալում են։ Ասեմ ոնց է ստացվում, ժողովուրդ ջան։ Մի վարքյան։ Այ ընդդիմադիր Ասում են փող կֆռա, ձայնագրություններն է հակակոռուպցիոնի, փող կֆռա, բայց դրա մասին մարդ պետքա չիմանա։ Ասում են մեծինեց մարդիկ են պետք, որ իրանց համար կարևոր չէ, ում փողում տաս, ով տա, նրան է կնդրե։ Այդ տենց է ստացվում, որ մարդիկ մտածում են, թե կարան մարդկանց 5000 դրամով առնեն։ Բոլոր այդ մարդիկ ենթարկվել են պատասխանատվության։ Հիմա եթե երեք Սարիկ Մինասյանը տատիկին խոստանում էր ընտրվելու պարագայում հուղարկավորել, դա էլ ընտրակաշառ։ Անկեղծ ասած, ես իհարկե հասկանում եմ, որ կտրտել եք այդ վիդեոն, լավ տարածել եք, բայց դրա մասին չէր վիդեոն։ Դե հիմա ով որ էր, հա Վանեցյանի չգիտեմ որ բանն էր, թե որն էր, որ լրատվականներ, չեմ հիշում, կարծեմ Վանեցյանի համար, որ Մարտունի համար գնացել էին, այդ լրատվականի ժողովուրդն էին, վատ էին կտրե շատ, այդ չի խոստանում, տատիկ ասում է Սարիկ ջան, ինձ կթաղես, ասում է Այդ ասում է կատակով, հետո էլ ասում է կատակի անում, հլա իրար հետ ծնունդել պետք է նշենք, եթե չեմ սխալվում, տենց է ավարտվում։ Հիմա չգիտեմ ինչքանով է դա, դիմեք դատախազություն տեսեք, բայց ակնհայտորեն, երբ որ ասում են փող կֆռա, երբ որ ասում են մեզինից մարդիկ են պետք, որ կապ չունի իրենց համար, թե ում ընտրեն, փողը ով տա նրան է կընտրեն, այդ ամեն ինչը ակնհայտ փաստ է, ժողովուրդ ջան, ու ես խիստ զարմանում եմ, որ առհասարակ մարդիկ փորձում են այս զայնագրություններից հետո թփրտան։ Ակնհայտ փաստ է, ժողովուրդ ջան։ Ամեն դեպքում ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների հանդեպ այս ամեն ինչը դուք մենակ ընտրակաշառքն ասել եք, բայց նաև խուզարկել են մյուս թեկնածուները։ Բա ինչի համար են խուզարկել, ընտրակաշառքի հետ կապված թեմայի համար են խուզարկել։ Ես հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունից ինչքան որ հասկացել եմ, երկու դեպքն էլ կապված է ընտրակաշառքի հետ, որ ասում եք նախընտրական, այդ ընտրակաշառքն էլ են նախընտրականում բաժանել։ Դե շիբին պրելու հետ կապված հաղորդագրություն է ինչ-որ մեկը ներկայացրել, եթե չեմ սխալվում դիտորդական առաքելությունները, եթե չեմ սխալվում, ճիշտ եմ հիշում։ Դրա հիման վրա գործ են հարուցել, թող ուսումնասիրեն, եթե ինչ-որ հակաօրինական բան կա, կլինի համարժեք գնահատական, չլինի հակաօրինական բան, չի լինի համարժեք։ Գուցե վարկանիշն է ցածր սա։ Ո՞ւմն է ցածր։ Էտով է այդ հեքիաթները պատմում։ Էտով է այդ հեքիաթները, էտով է այդ հեքիաթները ձեզ պատմում։ Պարոն Ալեքսանյան, այդ հեքիաթները պատմում։ հիմա որ Գյումրիում պարտվեք, Մի վարքյան, այդ հեքիաթները ձեզով է։ Գյումրիում որ պարտվեք, կարող եք։ Ասենք ես հեքիաթասոցնով է, որ ձեզ հեքիաթ է պատմել, թե իշխան։ Տեսնում ենք, որ մեզ տիրող քաղաքացիներ չեն հետևում։ Ինչին եք հետևում։ Ինչ որ բան։ Սոցհարցումների 11% վարկանիշ ունի ձեր։ Որ սոցհարցումների։ Ես Գելափը դա այն նույն ընկերությունն է, որ Քոչարյան Ռոբիկի փողերի համար 21 թվականի ընտրություններին տվել էր, թե Քոչարյան Ռոբիկը պետքա մեզնից շատ ձայն հավաքի։ Այդ ընկերությունը առհասարակ, որ չի ամաչում դեռ մարդամեջ է դուրս գալիս, քանի տոկոս շեղում էր տվել, 30 քանի տոկոս սոցիոլոգիայի պատմության մեջ, դա չտեսնված թիվ է։ Դա կարա, ժողովուրդ ջան, 30% շեղումը դա չի կարող ուղղակի լինի շեղանքը տենց։ Տենց շեղանք չի լինում։ Տենց լինում է մենակ այն դեպքում, երբ որ սոցիոլոգիական ընկերությունը միտումնավոր կեղծում է տվյալները։ Հիմա դուք այդ ընկերությանը ցիտելով փաստացի ցիտում եք մի ընկերության, որը փաստացի կեղծ սոցհարցում է ներկայացրել 21 թվականին։ Պարտվել եք, այս անգամ ինչու պետք է հավատալ։ Ակնհայտորեն գյումրեցիները շատ լավ տեսել են կատարած աշխատանքը, որը որ մենք արել ենք այս ամբողջ ընթացքում, շատ լավ հասկանում են, որ 2018-ից հետո Գյումրիում նորոգվել է 140 փողոց։ Այն դեպքում, երբ որ մինչև 2018-ը Գյումրիում եղել է նորոգված 40 փողոց։ Ընդամենը այս թիվը տենում են։ Տեսել է, որ օրինակ Խարվաճարի ճանապարհը այլևս չի շահագործվում, որտեղ Խարվաճարը Հայաստանում է չի։ Այո, տեսել է եւ շատ լավ գիտի, թե ովքեր են դրա մեղավորները, որովհետեւ այդ մեղավորների ապօրինի գույքը հենց իր աչքի առաջ է, ամենօրյա ռեժիմով։
այդ հյուրանոցները, այդ այլ հարստությունները իր աչքի առաջը ամենօրյա ռեժիմով շատ լավ գիտի, եւ սա եւս մեկ պատճառ է, որ գյումրեցին պիտի ընտրի քվեաթերթիկ համար 1-ը, որովհետեւ շատ լավ հասկանում է, որ այն բոլոր մարդիկ, ովքեր որ թալանել են բանակը, բանակի հաշվին կառուցել են դղյակներ, հյուրանոցներ, ռեստորաններ ու չգիտեմ էլ ինչեր, այդ մարդիկ չի, որ իրականում հայրենիքի պաշտպանության համար մտահոգ են, այլ այն մարդիկ են հայրենիքի պաշտպանության համար մտահոգ, ում կառավարման շրջանում առաջին անգամ Հայաստանի ամբողջ պետական բյուջեն չի զիջում Ադրբեջանի միայն ռազմական բյուջեին։ Պարոն Ալեքսանյան, ներողություն, մեր ճիշտ տոխած 334-ում որ քննարկում եք, միանգամից երկու պատգամավորների հարցը չէր քննարկում, Ընկերներ, կներեք, հարգելի լրագրողներ, ներողություն եմ խնդրում, բայց մեր խմբակցության նիստերը անց են կացվում խորհրդապահական ռեժիմով եւ դրանք ենթակա չեն հանրայնացման։ Եթե խմբակցության ղեկավարը գտնի, որ ինչ-որ բան պետք է հանրայնացնել, ինքը դրա մասին անպայման կհայտարարի։